Ռուսաստանի սահմանափակումների պատճառով այս պահի դրությամբ ինչ խնդիրներ է ստեղծվել, որովհետև իշխանությունն ասում է ամեն ինչ նորմալ է, բայց հակառակ մենք տեսնում ենք, որ արտադրանքի Հայաստանի գյուղմթերքի հետ կապված, օրինակ նույն լոլիկ արտադրողները ասում են, որ մնացել է բերքը, կարմրում է, փչանում է, լոլիկը չեն կարող արտահանել։ Ինչ խնդիրներ կա այս պահի դրությամբ եւ ինչ լուծումներ եք առաջարկում նրանց։ Լոլիկ արտահանվում է Հայաստանից եւ մեծ քանակով նաեւ Հայաստանում է վաճառվում եւ կան որոշակի փոփոխություններ շուկայում դիցուկ հիմա գները օրինակ նույն լոլիկի մի քանի անգամ ավելի էժան են շուկայում կամ երկու անգամ օրինակ ավելի էժան են շուկայում քան անցած տարի ա եղել բնականաբար դա արտադրողների համար խնդիրներ առաջացնում է սպառողների համար ուրախալի բան է Դրա համար մենք օգնում ենք մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս քիչ վնասներով հայկական շուկայում վաճառել, որովհետև երբ որ օրինակ մենք վարկային ռեսուրսների գծով աջակցություն ենք տալիս, որպեսզի իրանք օրինակ հիմա վարկի տոկոս չվճարեն կամ մայր գումար չվճարեն, դա օրինակ հավասարազոր է ինչ-որ գումար է, այսինքն իրանք պետք է թանկ վաճառեին, որ կարողանային այդ վարկը սպասարկեին։ Իրանք հիմա օրինակ այդ վարկը չեն սպասարկում կամ վարկի սպասարկման համար գումարը չեն վճարում, որովհետև այո, գները էժան են, այսինքն այստեղ մենք աջակցում ենք, որ մի կողմից մեր սպառողները ունենում են մատչելի արտադրանք, մյուս կողմից այն գումարը, որը կորցրել են մեր արտադրողները, իրենք այդ կորցրած գումարի ծանրաբեռնվածությունը, որը կարող է լինել, մի մեծ չափով չլինի իրենց վրա։ Բոլորին է վերաբերում պարոն Պապայան, բոլոր ֆերմերներին կամ գյուղատնտեսներին։ Այս 5-շաբթի օրը մենք կառավարության աջակցության նոր ծրագիր կընդունենք, որը վերաբերվում է ըստ էության ավելի լայն շրջանակի արտադրողների, որոնք օրինակ պետական աջակցության ծրագրերից մինչ այս չէին օգտվել, բայց այս փուլում մենք նրանց էլ ենք որոշել աջակցել։ Սա է Ռուսաստանում այդ դիզվառելիքի հետ կապված սղությունը Հայաստանում կա արդեն պատկերացում դա մեզ վրա ինչ որ կերպ կանդրադառնա, եթե այո, ինչ կերպ։ Դե այստեղ լավ լուրը նա է, որ մենք դիվերսիֆիկացրել ենք արդեն իսկ մեր ներմուծման շղթան եւ եթե դեռ երբ որ իրանական ճգնաժամը առաջացավ, այդ ժամանակ աշխարհում բենզինի գները շատ երկրներում կրկնապատկվեցին եւ ավելի, Հայաստանում որոշակի աճ եղավ, բայց դա ասենք, չգիտեմ, 5-10%-ի շրջանակում էր։ Ինչու է այդպես տեղի ունեցավ, որովհետեւ մենք սկսել էինք ներմուծել մի երկրից, որը մինչ այդ չէինք ներմուծում։ Հիմա այս առումով այս փոփոխությունը շատ մեծ ազդեցություն կունենար մեր տնտեսության վրա, կունենար, եթե մենք այդ աղբյուրը ստեղծած չլինեինք։ Հիմա քանի որ այս պայմաններում այդ աղբյուրը ստեղծել ենք, ես կարծում եմ, որ այդ աղբյուրից ներմուծման ծավալները պետք է ավելացնենք, որպեսզի մեր շուկայում գնային փոփոխ, այսինքն ստեյջան ասում եք, որ կլինի ինչ-որ փոփոխություն, Ես գնային փոփոխություն կլինի դրա ինչ որ փոփոխություն միշտ ամեն գործոնի հետևանքով կարող է տեղի ունենալ, բայց ես կարող եմ ասել, որ մեր գործողությունների ու խաղաղության process-ի հետևանքով արդեն իսկ ամիսներ շարունակ մեր քաղաքացիները օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից դիզվառելիքից, քան կարող էր լինել, եթե դա չլիներ, եւ եթե տեղի ունենա այդ գործում, այսինքն այդ ամբողջ ծավալով այդ հանգամանքը մեր շուկայի վրա նախկին տրամաբանությամբ շատ մեծ ազդեցություն կունենար ընդհուպ ոչ թե գների բարձրացման, այլ դեֆիցիտի, հիմա դուք նկատում եք, որ այս պահին մենք չունենք դեֆիցիտի խնդիր, գների աճել ըստ էության չունենք։ Հիմա ինչ ազդեցություն է ունենում դա, պարոն Պապոյան։ Ես կարծում եմ, որ նոր դիվերսիֆիկացված շուկայի պարագայում բացական ազդեցությունները հնարավորինս
մինիմալիզացված են։ Բայց այն էժան գներով բենզինները դեռ կան Հայաստանում, ոնց որ բարձրացել են։ Տեսեք, այդ էժան գներով բենզինները չկան, որովհետև աշխարհում բարձրացել է տեղ կա 2-2.5 անգամ մնթուփ ավելի շատ էլ, Հայաստանում էլ այո, այդ էժանի փոխարեն, ասենք 10-20% ավելացում կա, չի կարող դա տեղի չունենալ։ Այսինքն այն սղությունը, որ մեզ վրա կզգացվի, դա որ կոնկրետ երկրների հետ եք ծրագրում լրացնել, այսինքն կա ինչ-որ պայմանավորվածություններ։ Շուկաներից որտեղից որ ներմուծում ենք, այդ նույն շուկաներից ենթադրում եմ, որ պետք է ավելի մեծ ծավալով հիմա կլինի մի փոքր համաչափ, ոչ համաչափ, դա ես չեմ կարող ասել, որովհետև բիզնեսը ինքը այդ հարցերը կկարգավորի։ Պարոն Պապայան, ի վերջո դուք Ռուսաստանը խնդրել էիք ձեզ ընդունել, չէ՞, այդ նամակի պատմությունը կասեք, խնդրել էին, որ դուք եք խնդրել, կամ այնտեղից ինչ հրավեր էր եղել, որ գնացիք, չգնացիք։ Միշտ հրավերներ լինում է, Բայց ինչ եք։ եւ երբեմն մասնակցում եմ, որ միջոցառումների երբեմն ոչ։ Ռուսաստան Չէ, այս միջոցառման ուրեմն այդ միջոցառումը, որի մասին դուք խոսում եք, ես մասնակցելու եմ։ Օրինակ անցած տարի այդ նույն միջոցառմանը նորից հրավեր եմ ստացել, բայց չեմ մասնակցել։ Նախանցած տարի Ինոպրոմ միջոցառումն է, որը տեղի է ունենում։ 24-ին հրավեր եմ ստացել, մասնակցել եմ։ Միշտ հրավիրում են, որ մասնակցեն, եւ հրավիրվողն է որոշում, ինքը մասնակցում է թե ոչ։ Իսկ մնացածը ուղղակի կներեք անգրագիտություն է։ Երբ լավ կլինի լրագրողները մի բան հորինելուց առաջ այնպես հորինեն, որ իրենք վատ դրության մեջ չհայտնվեն, որովհետև առհասարակ որևէ ոչ միայն Հայաստանի, աշխարհի որևէ երկրի նախարար չի խնդրում, որ ինքը գնա ինչ-որ բանի մասնակցի։ Իրեն հրավիրում են, ինքը գնում է մասնակցում է, կամ չեն հրավիրում, չի գնում մասնակցում, կամ հրավիրում են, չի գնում մասնակցում։ Հասկանալի է, այսինքն այդպիսի պրակտիկա գոյություն չունի, որ Դուք ուզենա գնաք ձեզ չհրավիրեն, այդպիսի բան չի կարող լինել, Տեսեք։ դուք ուզում եք գնաք օրինակ խնդիրներից խոսել Տեսեք, Ռուսաստանում, կարող չեն կանչում։ միշտ հրավիրում են, գնում ես, կամ չեն հրավիրում, չես գնում, կամ հրավիրում են, չես գնում։ Այս 3 տարբերակն է, բայց այն տարբերակը, որ հրավիրենք, որ մասնակցենք, այդպիսի տարբերակ գոյություն չունի։ Դա ուղղակի կներեք անգրագիտություն է ու երբեմն ինչ որ բան հորինելուց առաջ պետք է այնպես հորինել, որ չհայտնվես վատ դրության մեջ, ուղղակի ծիծաղելի է եւ ընդհանրապես ինձ թվում է, ես եթե նկատել եք, ես չեմ անդրադարձել այդ թեմային անդրադարձել է նախարարության մամուլի խոսնակը, որտեղ այդպիսի թեմային ես համարում եմ, որ ամոթ է, որ ես անդրադառնամ, եթե դուք հարց չտայիք, ձեր նկատմամբ հարգանքից ելնելով եմ պատասխանում, որովհետև գործընկերային հարաբերությունների պարագայում այդպիսի խնդիր չի կարող։ Պարոն Պապոյան, հիմա եվրոպական հայտնի ցանկից, որ կառավարության նիստում հայտարարեցիք, այլուր են գնում ապրանքները, կարող եք ամբողջական ցանկ հիմա ներկայացնել։ Այդ ցանկը, քանի որ ներողություն, ավելի ճիշտ երկրների ցանկ չէիք տվել, այլ պետք է կարող եք դիմել ՊԵԿ, ՍԱՏՄ այդ վարչարարությունը իրենք են իրականացնում, մենք վարչարարություն կամ վիճակագրություն հավաքող չենք։ Երբ որ երբեմն եվրոպական նոր շուկա է, ուր գնաց, ինչ եղավ։ Հետաքրքրում է եւ ըստ հետաքրքրության շրջանակի եւ ծավալի դիմում ենք ՊԵԿ, դիմում ենք ուրեմն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին եւ ստանում ենք պատասխանները։ Դուք ասում եք հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները կլուծվեն, ինչու չլուծվեցին։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով լուծված են այդ խնդիրները եւ եթե նկատում եք, մենք որևէ կատաստրոֆիկ վիճակ չունենք եւ ի վերջո այս process-ի արդյունքում Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը ավելի ուժեղացած են դուրս գալու եւ սա արդեն իսկ պարզ է, որովհետեւ մի այսպիսի բան պիտի լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվեր, հակառակ դեպքում ինչպես համոզելով, խնդրելով որևէ բան, ինչպես պարզվում է, օրինակ միջև հիմա ունեք հաշվարկներ, տվյալներ, թե այս ընթացքում կան բիզնեսներ, որ դադարել են այս ընթացքում գործունեությունը, իրենց գործունեությունը դադարեցրել են։ Ես այդպիսի տվյալ չունեմ, մենք բոլորին աջակցում ենք, բոլորը աշխատում են եւ ես սկզբում նշեցի, որ նրանք ակնկալում էին ավելի բարձր գնով վաճառք, որպեսզի օրինակ նաև կարողանան փակել իրենց վարկային պարտավորությունները,
այդ մասով կառավարությունը այդ վարկային պարտավորությունների մասը իրենց վրայից վերցրել է, որպեսզի իրենք կարողանան ցածր գնով վաճառք իրականացնելու պարագայում իրենց կենսագործունեությունը շարունակել։ Պարոն Պապյան, դուք պնդում եք, որ չկան արտադրողներ, ովքեր իրենց արտադրանքը իրացնելու խնդրի առաջ են կանգնած։ Բան չնշեցի, դուք դա նշեցիք։ Դուք կարող եք ասել, որ չկան։ Ես այդպեսի Ես արտադրողներ, որոնք իրենց արտադրանքը իրացնելու խնդրի առաջ են։ իրացնելու խնդիր եթե չլիներ, գնանկում շուկայում տեղի չէր ունենա։ Անցած տարի այս ժամանակ լոլիկը մեր քաղաքացիները գնում էին 2-3 անգամ ավելի թանկ գնով։ Դա ծիրանը գնում էին 2 անգամ ավելի թանկ գնով։ Հիմա տեսեք, հիմա շատ լավ։ Հիմա դուք եք նշում, որ 800 դրամ է։ Հիմա անցած տարի 1000, կներեք, անցած տարի ներողություն, անցած տարի էլ 1500 դրամ էր։ Հիմա տեսեք, շատ լավ, այնտեղ որտեղ որ 800 կամ 1500 դրամ է, մի վարքյան։ Դա նշանակում է, որ այդ շուկայում խնդիր չկա։ Չի կարող մեր շուկայում ինչ-որ բանի գինել, ծիրանի գինելներ 800 դրամ, բայց ինչ-որ մի ծիրանի տեր, օրինակ ծիրանը թափի։ Չկա այդպիսի բան։ Հիմա ծաղիկի դեպքում կա խնդիր։ Եվ մենք ստացվում է, եւ մենք շատ մեծ քանակությամբ արտահանում էլ ունենք իմիջիալու ծաղիկի, բայց ավելի մեծ ծավալի արտադրանք կա, քան արտահանումն է։ Դա է պատճառը, որ կառավարությունը հաջորդ կառավարության նիստով նախ փոխհատուցման չափը ուրեմն ծաղիկի մեծացնելու ենք, որպեսզի ել ավելի ագրեսիվ արտահանում իրականացնենք եւ ավելի շատ, հասկանալի, ասենք 3 միլիոնը 4 միլիոնը, օրինակ 4 միլիոնը դառնա, ենթադրենք մի ամսվա մեջ դառնա 6-10 միլիոն պայմանական։ Հիմա տեսեք, հիմա մենք խոսում ենք միլիոնավոր հատերի մասին։ Միլիոնավոր հատերի։ Հիմա տեսեք, օրինակ հունիսին 4 եւ ավելի միլիոն հատ արտահանել ենք, բայց որպեսզի հուլիսին օրինակ արտահանենք 6 միլիոն, չգիտեմ, 8 միլիոն, ել ավելի շատ, ուրեմն ավելի ագրեսիվ աջակցություն։ Մի վարքյան։ Նրանք, ովքեր որ թափում են, դրա համար եմ ասում, աջակցության չափը մեծացնում ենք, որպեսզի իրենք կարողանան ոչ թե թափեն, այլ արտահանում կարողանան իրականացնել։ Սա մեկ։ Հաջորդը նոր շուկաների ձեռք բերումը ինքը այդպես չի, օրինակ ասենք միանգամից այս ամիս 1 միլիոն հատ ես քեզ ծաղիկ եմ տալիս, հա, դա լինում է 10,000, 10-ը դառնում է 20, 20-ը դառնում է 40 եւ այսպես։ Սա այդ հիմա այդ ամբողջ անցումային շրջանում այո աջակցելու ենք, որպեսզի 10-ը դառնա 20, 20-ը 40, 40-ը 100, 100-ը 500, 500-ն էլ 1 միլիոն եւ այսպես շարունակ։ Սա ամբողջ այդ ընթացքում մենք ուղեկցելու ենք։ Սա ներողություն եմ խնդրում։ Եվ երրորդը ես ուզում եմ նշել, որ փաստացի շատ կարևոր իրադարձություն է, որ առաջ տեղի ունեցել, մեր 6 խոշոր արտադրողներ էկոնոմիկայի նախարարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին եղել են հոլանդական Royal Flora Holland այդպիսի աուկցիոն կա այդ կազմակերպության գլխավոր գրասենյակում եւ քննարկել են հնարավորությունները Հայաստանից դեպի աուկցիոն մտնելու եւ այնտեղից վաճառք իրականացնելու եւ ուզում եմ նշել, որ եթե սկզբնական բանակցությունների շրջանում եվրոպացի մեր գործընկերները շատ այդպիսի հետաքրքրություն չէին ներկայացնում, ապա այդ կոնկրետ այդ բանակցությունների արդյունքում երբ որ փոխշահավետ բանաձև է ներկայացվել, այդ թվում նաև այն, որ մենք պատրաստ ենք վճարել ուրեմն բուծողի իրավունքի պաշտպանության համար, այսինքն այն սորտերը, որոնք ովքեր որ բուծել են իրանց համար մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար գումարները նախատեսված, որոնք փոքր չեն եւ այլն, նաև եվրոպական գործընկերներն հետաքրքրություն ցուցաբերել եւ հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի կարողանանք նաև աուկցիոնի միջոցով վաճառք իրականացնել։ Պարոն Պապայան, Մեդվեդևը հայտարարում է, որ այս քաղաքականությունը, որը հիմա վարվում է, Հայաստանի քաղաքացիների շահերից չի բխում եւ դեպի ուկրաինացման սցենար է գնում, ինչպես կմեկնաբանի։ Ես չեմ մեկնաբանի եւ մենք շարունակում ենք մեր գործը, եթե տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ տնտեսական զարգացումների մասին հարցեր կա, սիրով կպատասխանեմ։ Ես կարող եմ նշել, որ մենք մայիս ամսին ունեցել ենք 11.7% տնտեսական ակտիվության աճ, իսկ հունվար-մայիս տնտեսական ակտիվությունը 8% է։
Ես չեմ կարող ասել շահել ենք թե կորցրել ենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք ունենք բարձր տնտեսական ակտիվություն եւ մենք գտնվում ենք բարձր տնտեսական աճի մեջ։ Աճը արդյունաբերություն, առևտուր, ծառայություններ, գյուղատնտեսությունը տեղեկացնեմ, որ տացի մեջ 3 ամիսը մեկ է հաշվարկվում։ Առհասարակ չկա, այո, եւ դա 3 ամիսը մեկ է հաշվարկվում, գյուղատնտեսությունը ամսական տածով չեն գնահատում։ Հնարավոր է գնահատել, որովհետև գյուղատնտեսության մասնաբաժինը մեր տնտեսության մեջ շատ փոքր է եւ գնալով փոքրանում է։ Սա 20 տարի առաջվա տնտեսությունը չի, որի միից մի զգալի մաս գյուղատնտեսությունն է։ Մեր գյուղատնտեսությունը ցավոք սրտի թե բարեբախտաբար, սա արդեն առանձին հարց է, մեր տնտեսության մեջ շատ փոքր մասնաբաժին է։ Այդ 11%-ը, որ գրանցվել է, փաստորեն այդ 11%-ը դա արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, առևտուր, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, ֆինանսական շուկաներ, ոլորտների հետ կապ չունեցող ցուցանիշ է, դա է ստացվում, չէ՞։ Սահմանափակման ոլորտ, եթե նկատի ունեք Ծիրանը, գյուղմթերքները, մյուս են արտադրանքները, որ գնում էր դեպի ես ուզում եմ ասել, որ մենք այնուամենայնիվ մեր արտադրանքի մի էական մասը եւ մեծ մասը արտահանում ենք եւ արտահանում ենք շատ լայն աշխարհագրությամբ։ Կարող եք բայց մի իրավիճակ, որ հապկի պես ստացվի, որ Հայաստանը ուղղակի սարեսնի հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ այդտեղ վարչապետը նախորդ կառավարության նիստում հայտարարություն է արել, որը շատ հստակ է եւ իմ կարծիքով գնդակը այսինքն այդ հայտարարությունից դուրս չեմ գա, հստակ է այդտեղ ամեն ինչ։ Մենք այնուամենայնիվ շարունակում ենք գնալ առաջ եւ ինչպես նկատում եք մեր տնտեսությունը զարգանում է ու շարունակելու է։ Պապոյան ներողություն էլի արտահանումների հետ կապված։ Պետք է Եվրոպայից անընդհատ այդ օգնությունը լինի, որ կարողանանք արտահանել, օրինակ այդ 30 քանի միլիոնը որ տվել են եվրոն։ Հիմա դա ինչքան ժամանակի համար է, ինչքան կարող ենք արտահանումներ անել, եթե դա սպառվեց, ինչպես են կազմակերպելու արտահանումները, ունեք այս հարցերի պատասխանը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչքան է։ Եվ եթե բյուջեն ինչքան է, ինչի է եվրոպացիների տված փողի հույսին մնացել։ Իսկ ով է ասել, որ այդ փողը։ Դա ինչու վերցրեցիք դա։ Իսկ ինչու չպետք է վերցնենք։ Դե եթե կարիքը կա, եթե ներողություն, կարիքը կա, թե չկա։ Ուրեմն ավելորդ փողի կարիք Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ունի։ Այսինքն ավելորդ փող մենք չունենք, Չէ, նկատի ունեմ իսկով ասել, որ մենք բանա փողի կարիք չունենք։ Այսինքն եվրոպական մեր գործընկերները մեզ աջակցել են։ Լավ, ավելի պարզ տամ հարցը։ Դրի չվերցնեինք այդ փողը։ Եվրոպական միությանը, պարոն Պապոյան։ Այսինքն։ Բացում եք ավելորդ փողի կարիք Հայաստանի Եթե մեզ աջակցել են։ Եվրոպացիները մեզ գումար են տվել հանուն ինչի։ Իսկ տվել են, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այս տնտեսական խնդիրներին։ Ասում եմ այդ 35 միլիոն, այդ 35 միլիոնով ինչքան կարող ենք դիմակայել։ Մենք այդ 35 միլիոնից շատ ավելի շատ ենք ծախսում մեր տնտեսության ամրակայունության, դիմակայունության համար։ Գիտություն ձեզ ասեմ, որ էկոնոմիկայի նախարարությունը բյուջեն մենակ 200 միլիոն եւ ավել է ու դրա 95-7%-ը դա աջակցության ծրագիր է։ Հիմա ինչ եք ասում, որ ավելորդ այդ ձեր հայտարարության Ինչ է նշանակ։ Դրա համար եք այդ հարցը։ Հարցը հետեւյալն է, ասում են, բա այդ փողը ինչի եք վերցնում, բայց ինչի՞ չպետք է վերցնեին։ Ասում եք ավելորդ գումար, ավելորդ 35 միլիոն դոլար, ինչի՞ չպետք է ծախսենք մեր տնտեսության մեջ։ Ասում են տվել են, որ դուք հակառուսական տրամադրություններ ավելի գեներացնեք Հայաստանից հեռացնեք Ռուսաստանի Լավ եք էլի ժողովուրդ, երբ եք տեսել մեզ հակառուսական տրամադրություն գեներացնելու։ Լավ եք էլի։ Որ փակի Ռուսաստանը արտահանումները, բան պատասխան։ Լավ եք էլի ժողովուրդ ջան։ Եվ այո կրկնում եմ, որ եթե էլի տան, բնականաբար մեծ սիրով կվերցնենք ու նորից կդնենք մեր տնտեսության մեջ, որտեղ ինչքան շատ տան, այնքան մեզ լավ։ Պարոն Պապյան, լավ մի հատ հարց տամ ես, որ դուք նշում եք, մենք ավելի շատ արտադրում ենք, քան արտահանում ենք, դա է խնդիրը, որ նաև այդքան ոնց որ ապրանքը մնում է, չեն կարողանում վաճառել, սպառել։ Նախորդ տարվա համեմատությունից ինչքան է եղել, որ դուք հիմա ասում եք, որ ավելի շատ ենք արտադրում։ Գյուղմթերքի վերաբերյալ Օրինակ այս տարի Ծիրանի բերքը
ավելի քիչ է, քան անցած տարի։ Ու պատճառը եղանակային պայմաններն են, բնության կանոններն են, բնության մեջ էլ ծառը մի տարի լավ բերք է տալիս, հաջորդ տարի այդքան պտղատու չի, ինչքան այդ տարի։ Այդպես ինքը մթերքների վերաբերյալ իսկ մյուսը որն է, որ ասեք կասեմ։ գյուղմթերքի մյուս Գյուղմթերքը այնքան շատ է ու այդքան դուք որը տարբեր է։ գիտեք դա ասեք Ամեն ինչ գիտեմ, որն եք ասում։ Դուք ասեք, ձեզ որն է պետք։ որը ասեք պետք է Լոլիկը շատ է ժան, լոլիկի վիճակը Լոլիկի դեպքում արտադրության ծավալը ավելացել է, որովհետև նոր ջերմոցներ են մտել շուկա։ Երկրների անուն չեք ասում, պարոն Պապայան, օրինակ այս պահի դրությամբ ամենաշատ արտահանում իրականացվող որ երկրում է Հայաստանը ապրանքը գնում։ Տարբեր, գիտեք, սկսած աշխարհագրությունը, եթե գնանք արևմտաեվրոպական երկրներից մինչև միջինասիական երկրներ, մերձավոր արևելքի երկրներից մինչև արևելաեվրոպական երկրներ։ Դե եթե արևմտյանը ասեցի, արևելյանը ասեցի, կենտրոնականն էլ դուք ասեցիք։ Շատ բանում ենք, բայց